Ըստ խնդրի, երբ Պյութագորասին հարցրեցին իր աշակերտների քանակը, նա պատասխանեց. «Իմ աշակերտների կեսը ուսումնասիրում է մաթեմատիկա, 1/4-ը ֆիզիկա, 1/7-ը կենսաբանություն, իսկ մնացած 3-ը դեռ չեն ընտրել իրենց մասնագիտությունը»։ Պահանջվում է գտնել, թե քանի աշակերտ ուներ Պյութագորասը։ Շատ լավ, այս խնդրին մենք երկու տեսակի լուծում կտանք։ Առաջին տեսակը կլինի այն աշակերտների համար, ովքեր լավ չեն տիրապետում կոտորակների հետ գործողություններին, իսկ երկրորդը արդեն կոտորակներով կլինի, բայց երկու լուծումն էլ խորհուրդ եմ տալիս դիտել։ Շատ լավ, հիմա եկեք արդեն քննարկենք առաջին եղանակը լուծման ու հասկանանք, թե ինչ է կատարվում։ Տեսեք, ընդհանուր աշակերտների քանակը, եթե այսպես շրջանագծով պատկերենք, ինչ է նշանակում իմ աշակերտների կեսը ուսումնասիրում է մաթեմատիկա։ Նշանակում է, եթե վերցնենք եւ բաժանենք երկու հավասար մասի, ահա մի մասում կլինեն մաթեմատիկա ուսումնասիրողները։ Այնուհետև նշվում է, որ 1/4-ը ֆիզիկա է ուսումնասիրում, այսինքն մենք կարող ենք նրա աշակերտների քանակը բաժանել 4 հավասար մասի նաև, եւ այստեղ կլինեն ֆիզիկա ուսումնասիրողները։ Եվ 1/7 մասը կենսաբանություն է ուսումնասիրում, ինչը նշանակում է, որ եթե մենք փորձենք ինչ-որ լավ ձև այստեղ բաժանել 7 հավասար մասի, 1, 2, 3, 4, 5, 6 և 7, ահա այստեղ կունենանք կենսաբանություն ուսումնասիրողները, իսկ մնացածը, ովքեր 3 հոգի են, դեռ չեն ընտրել իրենց մասնագիտությունը։ Դե տեսեք, այստեղից ստացվում է, որ Պյութագորասի աշակերտների քանակը մենք կարող ենք բաժանել եւ 2-ի, որպեսզի նկարագրենք մաթեմատիկա ուսումնասիրողների քանակը, եւ 4-ի, որպեսզի նկարագրենք ֆիզիկա ուսումնասիրողների քանակը, եւ 7-ի, որով կնկարագրենք կենսաբանություն ուսումնասիրողների քանակը։ Հետևաբար, ընդհանուր Պյութագորասի աշակերտների քանակը միաժամանակ պետք է բաժանվի 2-ի, 4-ի եւ 7-ի, այսինքն նրանց ընդհանուր բազմապատիկների մեջ է լինելու։ Հենց դա մեր առաջին եղանակով լուծման միտքն է։ Եկեք թող աշակերտների քանակը ինչ-որ քառակուսիով պատկերենք, որպեսզի ամեն անգամ չնշենք Պյութագորասի աշակերտների քանակը։ Հիմա մենք գիտենք, որ այս քառակուսին մեզ մոտ անմնացորդ, որը հիշում ենք, ահա այսպես 3 կետով ենք նշանակում, բաժանվում է 2-ի, անմնացորդ բաժանվում է 4-ի եւ բաժանվում է 7-ի։ Ուստի նրանց ընդհանուր բազմապատիկների մեջ է պետք փնտրել։ Բազմապատիկների մեջ փնտրենք։ Ահա։ Նկատենք, որ եթե թիվը 4-ի է բաժանվում, ապա ակնհայտ 2-ի կբաժանվի, որովհետև 4-ը երկու անգամ ենք 2-ի բաժանում, իսկ 2-ի մի անգամ ենք բաժանում, ինչը նշանակում է, որ այս կտորը կարող ենք ուղղակի անտեսել ու դիտարկել այն թվերը, որոնք բաժանվում են 4-ի ու 7-ի, որովհետև 4-ի բաժանվելը ապահովում է 2-ի բաժանվելու պայմանը։ Շատ լավ, իսկ որ թվերն են բաժանվում եւ 4-ի եւ 7-ի։ Քանի որ այս երկուսը փոխադարձաբար պարզ են, ամենափոքր թիվը, որ բաժանվում է 2-ի վրա էլ միաժամանակ, դա 28-ն է։ Նրանց արտադրյալն է հենց ստացվում։ Այսինքն, մենք պետք է ընդհանուր փնտրենք Պյութագորասի աշակերտների քանակը 28-ի բաժանվող թվերի մեջ։ 28-ի բաժանվողների մեջ։ Շատ լավ, հասկացանք, որ պետք է փնտրել Պյութագորասի աշակերտների քանակը 28-ի բաժանվողների մեջ, եւ դրա համար եկեք հիմա արդեն Պյութագորասի աշակերտների քանակը պատկերենք ինչ-որ երկար հատվածով։ Ահա այսպես։ Թող սա ընդհանուր լինի Պյութագորասի աշակերտների քանակը, եւ եթե մենք փնտրում ենք 28-ի բաժանվողների մեջ, տեսեք, ընդհանուր բաժանարարները ակնհայտ է, որ պետք է 28-ի էլ բաժանվեն։ Դրա համար առաջարկությունը այն է, որ Պյութագորասի աշակերտների քանակը, նշենք, որ սա մեզ մոտ քառակուսին է, վերցնենք ու բաժանենք 28 հավասար կտորի։ Ահա։ Դե որովհետև ահա այս 28-ի բաժանվելու են պարտադիր։ Հիմա ըստ երևույթի բաժանում ենք 7, կներեք 14 հավասար կտորի ու այնուհետև յուրաքանչյուր մաս եւս
2 մասի ու արդյունքում մեզ մոտ ստացվում է 28 հատված փոքր։ Հիմա, ահա սա մեզ մոտ ցույց է տալիս Պյութագորասի աշակերտների քանակը։ Հիմա օգտագործենք արդեն խնդրի տվյալները։ Նշվում է, որ իր աշակերտների կեսը ուսումնասիրում է մաթեմատիկա։ Ահա այստեղ ունենք 28 հատված և դրանց կեսը կլինի 14-ը։ Դե հիմա եկեք արդեն տարբեր գույներով դրանք պատկերենք։ Եվ միաժամանակ նաև հաշվենք, արդյոք մենք ճիշտ ենք կատարել մեր բաժանումները ու արդյոք ամեն ինչ ճշմարիտ է։ Հիմա վերևում եթե մենք ունենք 28 մաս, ներքևում պետք է լինի 14 մաս։ 2, 4, 6, 8։ Ունենք այստեղից 10, 12 և 14։ Շատ լավ, սա մեզ մոտ ցույց կտա մաթեմատիկա ուսումնասիրողների քանակը։ Հիմա 1/4-ը ֆիզիկա է ուսումնասիրում։ Ուստի եթե այս 28 հատվածը բաժանենք 4 հավասար կտորի, մեզ մոտ արդյունքում կմնա 7 մաս։ Ինչն էլ նշանակում է, որ եթե այսպես պատկերենք, ահա 2, 4, 6 և 7։ Ահա այստեղ կլինեն ֆիզիկա ուսումնասիրողները։ Եվ եթե սրան էլ արդեն ավելացնենք կենսաբանություն ուսումնասիրողները, որոնք 1/7 մասն են, այսինքն այս 28 հավասար հատվածը, եթե բաժանենք 7 մասի, կունենանք արդյունքում 4 կտոր։ Այսինքն, ահա այսքան է։ Նրանք մեզ մոտ կլինեն կենսաբանություն ուսումնասիրողները։ Եվ դրա արդյունքում մեզ մոտ արդեն, եկեք դրանք սևով պատկերենք, կմնա 3 աշակերտ։ Շատ լավ, ստացվեց, որ երբ մենք պատկերում ենք ահա այսպես հատվածներով Պյութագորասի բոլոր աշակերտների քանակը և հետո ամեն կտորը ներկայացնում ենք, թե քանի որ առարկանն են ուսումնասիրում այսպես կտորներով, արդյունքում մնում է ահա այս 3 28-րդ մասը, ինչը նշանակում է ամբողջ հատվածը բաժանել ենք 28 կտորի և վերցրել ենք 3 հատվածը դրանցից։ Հիմա դրանք մեզ մոտ 3 աշակերտ են, եթե 3 այսպիսի իրար հավասար կտորը 3 աշակերտ է ներկայացնում, այդտեղից միանգամից հետևում է, որ մի փոքր կապույտ հատվածը հավասար է 1 աշակերտ, որտեղից էլ հետևում է, որ Պյութագորասի աշակերտների քանակը, քանի որ 28 այդպիսի փոքր կտոր էր, կլինի 28 անգամ 1 հավասար 28 աշակերտ։ Շատ լավ։ Այսինքն այս մեթոդով լուծեցինք։ Հիմա եկեք երկրորդ եղանակով լուծենք ու արդեն ընդհանուր ամփոփում կկատարենք ու կկապենք այդ երկու եղանակները լուծումների։ Երկրորդ եղանակը եկեք այստեղ նշենք, այն բավականին կարճ կլինի։ Հիմա, տեսեք ինչ ենք անում, կրկին նույնն ենք անելու, ուղղակի արդեն առանց այս ենթադրությունների կտորի միանգամից սկսելու ենք օգտագործել այն գործիքները, որոնք ունենք։ Տեսեք, գիտենք, որ 1/2 մասը մաթեմատիկա է ուսումնասիրում, դա մեզ մոտ 1/2 մասն է։ Գիտենք, որ 1/4 մասը ֆիզիկա է ուսումնասիրում, այսինքն ահա սա լինելով 1/4-ը կլինեն ֆիզիկա ուսումնասիրողների քանակը և գիտենք, որ 1/7 մասը կենսաբանություն ուսումնասիրողներն են։ Եվ ահա այս կտորը, եկեք այսպես ուրիշ գույնով պատկերենք, ներկենք դեղին գույնով։ Մեզ մոտ 3 աշակերտ է։ Շատ լավ, դե հիմա եկեք ընդհանուրից 1-ից ամբողջ քանակից անենք ահա այս կտորները, որպեսզի հասկանանք ըստ մասի, որ մասն են ցույց տալիս այս 3 աշակերտները, այսինքն 1-ից հանենք 1/2, այնուհետև հանենք 1/4 և այնուհետև հանենք 1/7։ Ու տեսեք, որ ահա այս տարբերությունը հաշվելու համար մեզ պետք է ընդհանուր հայտարարի բերել կոտորակները, և ընդհանուր հայտարարը այս բոլոր կոտորակների դա 28-ն է։
Գալիս ենք մեր նախորդ լուծման կտորներին։ Այնտեղ, որ մենք դիտարկում էինք ընդհանուր բազմապատիկները, հենց այստեղ էլ արդեն ընդհանուր հայտարարի կտորն է։ Ունենք 28-ից հանած 14, ահա այս մասն է, երբ մենք 14 հատված ենք դիտարկում, հանում ենք դրանից 7 և դրանից էլ հանում ենք 4, ու արդյունքում մնում է մեզ մոտ 3 28-րդ մասը։ Ահա, հիմա եթե մեզ մոտ 3 28-րդ մասը, դա 3 աշակերտ է, նշանակում է, որ բոլորը, որ արդեն քառակուսիով ենք պատկերել, եկեք շարունակենք, կլինեն 3-ը բաժանած այդ 3 28-րդի, ինչն էլ հավասար է 28-ի։ Հիմա միգուցե մի քիչ անտրամաբանական լինի այս բաժանելու կտորը, բայց տեսեք, երբ մենք ասում ենք 3 28-րդ մասը 3 աշակերտ է, այստեղից ինչ ենք պատկերացնում, որ նախ վերցնենք և բաժանենք 3-ի երկու մասներ, կլինի 1 28-րդը 1 աշակերտ է, ու այնուհետև բազմապատկենք երկու մասն էլ 28-ի, որտեղից կլինի, որ 1-ը մեր 1 մասը հավասար է 28 աշակերտ։ Իսկ այստեղ մենք ինչ արեցինք, վերցրինք և 3-ը բաժանեցինք 3 28-րդի, ինչը նշանակում է, որ այս կոտորակը պտտվելու է ու ստացվելու է, որ բազմապատկել ենք 28-րդով, ինչն էլ հենց այս քայլերի ընթացքում արեցինք։ Իհարկե սա տեխնիկական է բավականին թվում, հիմա եկեք արդեն դրա տակ եղած իմաստը ավելի լավ հասկանանք, որովհետև բաժանելով այս 3 28-րդի մենք միանգամից գործողությունը կատարեցինք։ Շատ լավ, և երկու արդյունքում էլ ստացանք 28 մեր պատասխանը։ Հիմա եկեք արդեն ամփոփենք խնդրի լուծումը և հասկանանք ինչ կատարվեց։ Դե առաջին հատվածում մենք ինչ արեցինք, մենք սկսեցինք այն փաստից, որ մեզ մոտ երեխաների Պյութագորասի աշակերտների քանակը ընդհանուր բաժանվում է և 2-ի, 4-ի և 7-ի, ու դրանից հետո սկսեցինք դիտարկել արդեն նրանց ընդհանուր բազմապատիկը, այսինքն հասկանալ, թե ընդհանուր ինչի է բաժանվում Պյութագորասի աշակերտների քանակը։ Հասկացանք, որ այն պետք է պարտադիր բաժանվի 28-ի։ Դրա համար ենթադրեցինք, որ Պյութագորասի աշակերտների քանակը այսպիսի մեծ հատվածով կարելի է նկարագրել, այնուհետև եթե հստակ գիտենք, որ այն կբաժանվի 28-ի, բաժանեցինք 28 հավասար հատվածի, և արդեն այս փոքր հատվածի արժեքից ելնելով կհասկանայինք ընդհանուրը ինչքան է, և հետո արդեն սկսեցինք նկարագրել յուրաքանչյուր առարկա ուսումնասիրող աշակերտների քանակը, ինչպես կարելի է հենց այս նույն հատվածներով նկարագրել։ Դե մաթեմատիկա ուսումնասիրողների քանակը այդպիսի 14 հատված էր, որովհետև 28 հատվածը բաժանում ենք 2-ի, ֆիզիկա ուսումնասիրողների քանակը կլիներ այդ 28 հատվածը բաժանած 4-ի, այսինքն 7 հատված, և կենսաբանություն ուսումնասիրողների քանակը կլիներ այդ 28-ը բաժանած 7-ի, այսինքն 4 հատված։ Իսկ մնացածը նկատեցինք, որ արդյունքում 3 հատված է մնացել, և այդ 3 հատվածը 3 աշակերտ է նկարագրում, հետևաբար մի հատվածն էլ մի աշակերտ է նկարագրում, իսկ ընդհանուր Պյութագորասի աշակերտների քանակը կլինի 28 աշակերտ։ Շատ լավ, իսկ արդեն երկրորդ եղանակը կոնկրետ կոտորակներ օգտագործելն էր։ Հասկանում ենք, որ մաթեմատիկա ուսումնասիրողները 1/2 մասն են, ֆիզիկա ուսումնասիրողները 1/4, կենսաբանությունը 1/7, հետևաբար կարող ենք գտնել, թե որ մասն է մեզ մոտ մնում, այս 3 աշակերտը որ մասն են կազմում։ Դրա համար ուղղակի կոտորակներով տարբերությունը հաշվեցինք ու նկատեցինք, որ այստեղ ընդհանուր հայտարարի ենք բերում, ինչը և արել ենք առաջին եղանակով լուծելու ժամանակ։ Ինքն մենք առաջին եղանակում ընդհանուր տրամաբանություն նկարագրելով, քայլ-քայլ կառուցելով եկել ենք, իսկ երկրորդ եղանակով լուծելու ժամանակ արդեն ենթադրվում էր, որ այդ ամենը մենք գիտենք ու միայն օգտագործում ենք կոտորակների տարբերության կտորը։ Ստացանք, որ 3 աշակերտը 3 28-րդ մասն է, որտեղից էլ ընդհանուր աշակերտների քանակը ստացվում էր 28։ Ուստի այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։